Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Երգիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Պատմությունը պարզապես անցյալ չէ, դա մեր ինքնության խորտ արմատը չէ, այլ մեր մտածողության, մեր քայլերի եւ որոշումների հիմքը։ Մենք ներկայացնում ենք մեր անցյալի դրվագները ոչ միայն հիշելու, այլև վերլուծելու եւ սովորելու համար, որովհետեւ այս պատմությունները դարերի խորքից մեզ մի վճռական բան են ասում։ Դասեր քաղիր անցյալից, որ չկորցնես ապագադ։ Այսօր, երբ մենք վերլուծում ենք մեր անցյալի ամեն մի քայլը, փորձում ենք տեսնել ոչ թե միայն այն, ինչ եղել է, այլև այն, ինչ կարող է լինել, եթե դասեր քաղեինք անցյալից։ Այսօր մենք խոսելու ենք 1921 թվականի փետրվարյան ապստամբության պատճառների եւ դրա թողած անջջելի հետքի մասին։ Սա պատմությունն է մի ժողովրդի մասին, որը հայտնվելով բոլշևիկյան մուրճի եւ թուրքական սալի արանքում գտավ իր մեջ ուժ ընդվզելու անարդարության եւ բռնության դեմ։ 1921 թվականի փետրվարի 18-ին, երբ ապստամբ ուժերը մտան Երևան եւ դուրս վռնդեցին խորհրդային իշխանությանը, դա պարզապես ռազմական գործողություն չէր, այլ ազգային արժանապատվության վերջին ճիչ։ Հայաստանի խորհրդանացումից կարճ ժամանակ անց բոլշևիկյան իշխանությունը ակտիվ պայքար սկսեց իշխանության նախկին ներկայացուցիչների եւ այսպես կոչված ժողովրդի թշնամիների դեմ։ Նոր իշխանությունների վարած անխոհեմ քաղաքականության հետևանքով ժողովրդի համբերության բաժակը լսվեց։ 21 թվականի փետրվարին պայթեց համաժողովրդական ապստամբություն, որն ուներ իր առարկայական պատճառները։ Առաջին գլխավոր պատճառը 1920 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի դրժումն էր։ Բոլշևիկները խոստացել էին չհալածել դաշնակցականներին եւ մյուս ոչ պրոլետարական կուսակցության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ զինվորականներին։ Սակայն հենց հաջորդ օրվանից սկսվեցին անօրինականությունները։ Սիմոն Վրացյանը փորձել էր համոզել հայ-կոմի ղեկավարներին, Ասքանազ Մռավյանին, Սարգիս Կասյանին, որ պետք չէ Ռուսաստանից եկած արմատականների որոշումներին տեղի տալ, ինչպիսիք էին Աթարբեկյանն ու Ավիսը։ Սակայն վերջիններիս վրա նրանց ազդեցությունը շատ թույլ էր։ Նոր իշխանությունը միջոցների խտրություն չէր դնում սեփական բռնապետությունը հաստատելու համար։ Երկրորդ պատճառը ռազմական կոմունիզմի անվան տակ իրականացվող համատարած բռնագրավումներն էին։ Յուղացիներից խլում էին նույնիսկ վերջին սերմասուն, ինչը երկիրը տանում էր դեպի սով։ Բացի այդ, սկսվեցին զանգվածային եւ անհարկի ձերբակալություններ։ Ցուցակները նախապես կազմված էին, ձերբակալվեցին անկախ պետականության հիմնադիր հայրերի սերունդի ներկայացուցիչները՝ Համո Ղանջանյանը, Ռուբեն Դարփինյանը, Վահան Լավասարդյանը, Քաջի Ազնունին եւ ուրիշներ, որոնք պարզապես նվաստացում էին։ Երրորդ պատճառը բոլշևիկների նպատակաուղղված քայքայիչ գործողություններ հայկական բանակի հանդեպ։ Հայ սպաների աքսորը Ռուսաստան եւ դրոյի հեռացումը Հայաստանից ժողովուրդը ընկալեց որպես ազգային անվտանգության ուղղված սպառնալիք։ Ավելին, խորհրդային Հայաստանի արդարադատության կոմիսարը նշանակվել հայատյաց թուրք Սուլեյման Նուրին, ով անմիջական մասնակցություն ուներ բանտերում տեղի ունեցող հայ գործիչների սպանդին։ Չորրորդ պատճառը գաղափարական էր, ինչպես դիպուկ է նկատել Գարեգի Նժդեհը, բոլշևիկները աշխատում էին Հայաստանում կյանքի կոչել նոր հայը, անաստված, անընտանիք, անհայրենիք։ Կոմունիստ պաշտոնաթերթը բացահայտ թրքասիրություն էր քարոզում։ Միացյալ Հայաստանի գաղափարը համարելով հորինվածք, իսկ արևմտայության խնդիրը ընդհանրապես տնտեսական հարց, նրանք կարծում էին, թե հենց արևմտահայերն են թուրքերի թշնամանքի պատճառը։ Այս ամենը քաղաքական անմեղսունակություն էր եւ գրող ազգային ոգու դեմ։ Ապստամբությունը, որը սկսվեց փետրվարի 18-ին, ոչ միայն սոցիալական ընդվզում էր, այլև պայքար հանուն անկախության վերականգնման։ Ուժերի անհավասարության պատճառով ապստամբները դիմացան մինչև ապրիլի 2-ը։ Փետրվարյան ապստամբությունը ունեցավ ինչպես դրական, այնպես էլ ցավալի հետևանքներ։ Դրական հետևանքներից առաջինն այն էր, որ փրկվեց մտավորականությունը անխուսափելի կոտորածից։ Թերևս սա ամենակարևորն էր։ Մտավորականության եւ սպայակազմի փրկությունը կասնահարումից կարևոր է հետագայի համար։ Եթե ապստամբությունը ուշանար թեկուզ մի քանի օր, մենք կորցնեինք մեր էլիտայի մնացորդներին։
Գրկված գործիչները հետագայում արտասահմանում կազմակերպեցին Սփյուռքը եւ պահպանեցին, ապահովեցին հայեցի դաստիարակությունը։ Մյուս հետևանքը դա բոլշևիկյան դաշնան քաղաքականության մեղմացումն էր։ Ապստամբությունը ստիպեց Մոսկվային փոխել մարտավարությունը։ Հայաստան ուղարկվեց Ալեքսանդր Միասնիկյանը, որը լրջմիտ եւ շրջահայաց գործիչ էր, իսկ Չարանենք Ավիշ Նուրիջանյանը հետ կանչվեց։ Արգելվեցին խուզարկություններն ու բռնագրավումները, հայտարարվեց ընդհանուր ներում։ Շուրջ 500 քաղաքական բանտարկյալներ ազատ արձակվեցին։ Ազգային ինքնակցության վերեք տեղացավ նաև։ Ապստամբությունը բարձրացրեց հայ ժողովրդի քաղաքական կշիռը հարևանների, հատկապես թուրքերի աշկում։ Այն ցույց տվեց, որ հայը չի հաշտվել ստրկության հետ, ինչպես նաև մեղմեց վերացների զայրույթը հայերի հանդեպ, ապացուցելով, որ հայ ժողովուրդը կապ չունի Վրաստանի խորհրդայնացման հետ։ Ցավոք, ապստամբությունն ունեցավ նաև բացասական հետևանքներ։ Հեղվեց հայի արյուն։ Երկու կողմից զոհվեց շուրջ 3000 հայոթի։ Ապստամբության պարտությունից հետո սկսվեց նոր արտագաղթ։ Շուրջ 12-13 հազար մարդ, զինվորականներ, մտավորականներ ստիպված լքեցին հայրենիքը եւ Պարսկաստանի վրայով անցան արտասահման։ Որոնք են փետրվարյան ապստամբության դասերը։ Առաջին դասը՝ իշխանությունը, որ չի հարգում սեփական ժողովրդի կնքած պայմանագիրը, հենվում է բացարձակապես բռնության վրա։ Նա դատապարտված է ընդվզուն հակադարձումի, անպատժելիության զգացումը եւ սեփական ժողովրդին որպես թշնամի դիտարկելը քայքայում են պետության հիմքերը։ Երկրորդ դասը ազգային շահերի անտեսումն է հանուն համաշխարհային գաղափարների կամ օտարի շահերի։ Սա տանում է դեպի կործանում։ Բոլշևիկների թրքասիրությունն ու անկախության գաղափարի արհամարումը ապացուցեցին, որ առանց ազգային ողնաշարի պետությունը վերածվում է լոկ տարածքի։ Հաջորդ դասը պայքարը նույնիսկ անհուսալի թվացող իրավիճակում տալիս է արդյունք։ Փետրվարյան ապստամբությունը պարտվեց ռազմական առումով, բայց հաղթեց բարոյապես եւ քաղաքականապես, ստիպելով կայսրությանը մեղմել իր դաշնությունը եւ հարգանքով վերաբերվել Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նվիրումով ու հավատով ապրած ծերունները չեն մոռանում իրենց ժողովրդի զոհողությունները։ Հետևաբար, նույնիսկ եթե թվում է, թե անհույս է, մենք պետք է հիշենք, հոգու ուժը կարող է հաղթահարել ցանկացած փորձություն։ Հայոց պատմությունը հարուստ է ոչ միայն հերոսական եւ ողբերգական իրադարձություններով, այլև խոր եւ հավերժ մնացող դասերով։ Մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարը նպատակ ունի վերաշարադրել կարևոր դրվագներ, բայց ոչ միայն պատմելու համար, այլև վերլուծելու եւ հասկանալու։ Ռուս պատմաբան Գրուշևսկին ասում է. պատմությունը չի սովորեցնում, նա պատժում է դասը չիմանալու համար։ Ուրեմն, պատժված չմնալու համար պետք է յուրացնել պատմության դասերը։ Փետրվարյան ապստամբությունը ցույց տվեց, որ բռնությամբ չի կարելի կառավարել ժողովրդին, չի կարելի հանուն իշխանության տարվել օտար հովերով։ Ավարտելուց առաջ ցանկանում եմ հիշեցնել, որ մենք ենք մեր պատմություն հաղորդաշարի այս եւ նախորդ հաղորդումները կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքով։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Հանդիպում ենք հաջորդ հաղորդմանը նոր դասի եւ նոր պատմության հետ։